ներկայացվի Սիսակ Գաբրիելյանը։ Սիրելի հայրենակիցներ, երեք կեսօրին ստիպված է ազգային ժողովի աշխատանքներից դուրս գալ, որտեղ Սրբազանի եւ 17 արդարների դատն էր։ Այդ թվում Արթուր Սարգսյանի դատ, որը տաղտուկ է, հոգնեցնող, սկսած մեղադրողներից մինչև ամբաստանյաններ, հատկապես իմ ընկեր Արթուր Սարգսյանի, որտեղ ինչ որ բաներ են, փորձաքննություններ են հրապարակում, որը կապ չունի ընդհանրապես այդ գործի հետ։ Ուզում եմ հիշեցնեմ, Արթուր Սարգսյանը զրկված է մնում ազգային ժողովի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից։ Անօրինական որոշումով Արթուր Սարգսյանը քաղբանտարկյալ է։ Եթե լիներ Արթուր Սարգսյանը այս դահլիճում, վստահաբար այսօր խոսելու էր իր սիրելի Սյունիքի գլխին կախված մեծագույն սպառնալիքի Նիկոլ Փաշինյանի հայտարարած Տիգրանաշենի հանձնման մտադրության մասին։ Անկետ Քրիստինե Վարդանյանի ելույթից հետո կարող էի մոտենալ այստեղ, ասել ես միանում եմ Քրիստինե Վարդանյանի ելույթին եւ դրանով ամբողջությամբ սահմանափակվել։ 9-րդ գումարման նստաշրջանի առաջին մի քանի օրերին պարբերաբար իշխանության ներկայացուցիչներին, տեխնացուներին հարցնում էինք Տիգրանաշենի մասին։ Նրանք խուսափողական, շատ ընդհանրական պատասխաններ էին տալիս, երեք հասկացա, թե ինչու։ Ամենայն հավանականությամբ ցանկանում էին Ադրբեջանի կողմից գովեստի խոսքեր շռայլելու դափնեպսակը, որ անպայման բաժին հասնի Նիկոլ Փաշինյանին։ Քրիստինե Վարդանյանն այստեղ ներկայացրեց այն տրանսֆորմացիան։ Իրականում ինչ է կատարվել անցնող տարիներին։ Իշխանությունը բոլոր հարցերում, նույն Ադրբեջանի հետ հարաբերություններում, սկզբից շատ ավելի կոշտ դիրքորոշումների վրա է եղել։ Հետո վերջում միայն Ադրբեջանի պահանջների հարցում եկել հանգել է Ադրբեջանի ուզածին։ Երբ որ այստեղ ասում եք Ալմաթայի հռչակագրով եւ ասում եք այ տեսեք խաղաղության նախաստորագրված պայմանագիր, մենք ենք տեսել այդ փաստաթուղթը, ամբողջ բանակցային մի վարքյան կասեմ Տիկին Ղազարյան, մի վռազե։ Ամբողջ բանակցային process-ը այդ նախագիծը, որ Ադրբեջանի հետ բանակցվել է, սկզբից հայկական կողմը առաջարկել է եկեք արձանագրենք 75-78 թվականների գլխավոր շտաբի քարտեզ։ Հիմա հանեք այդ նախագիծը, կա դա, չկա, որտեղ Ադրբեջանին կոնկրետություն պետք չի եղել։ Կոնկրետություն պետք չի եղել եւ դրա համար էլ ոչ կոնկրետ թուղթ, որ նախաստորագրվել է։ Նայեք Հայաստանը ներկայացնողի խոսույթը, օրինակ երեկվա Նիկոլ Փաշինյանի ասածը, լավ Տիգրանաշենի մասին ասում է, դեռ կանդրադառնամ դրա սնանկությանը, անհիմությանը, բայց ինչի զուգահեռ Բերքաբերի գրաված տարածքների, Ջերմուկի, Վարդենիսի, Ներքին Հանդի, Արցվաշենի մասին նույն ջերմեռանդության չի խոսում, ինչքան Ադրբեջանի պահանջների մասին։ Նայեք, երեք ադրբեջանական մամուլն եմ նայում, մի անգամից կայծակնային Նիկոլ Փաշինյանի հայտարարություններ։ Ձեզ թվում է Ադրբեջանը կամ Իլհամ Ալիևը ասեց, բրավո Նիկոլ Փաշինյանին, որ ասում է Տիգրանաշենը տալիս է, ես էլ խոստանում եմ, որ դուրս եմ գալու Ջերմուկից, Ներքին Հանդից, Գեղարքունիքից, Արցվաշենից։ Ոչ, չեք տեսնի մեկ ադրբեջանցի պաշտոնյա, որ մազաչափ մեկ թեթե բառով ասի, որ գիտեք հայերն էլ ունեն իրավական հավակնություններ եւ նրանք իրավացի են եւ այստեղ է շան գլուխը թաղված, այստեղ է որ մենք ասում ենք այս իշխանությունը ադրբեջանական պահանջները ամեն օր կատարում է։ Երեկվանից ասկեով սնգավ, որ ներկայացնում են այս ընտրությունների Տիգրանաշենցիների քվեարկության արդյունքները։ Ես խնդրում եմ, լինի ընդդիմադիր գործիչ, մի դա դրեք շրջանառության մեջ, Տիգրանաշենը Տիգրանաշենցու սեփականությունը չի, որ փոխհատուցման դիմաց համաձայնվի, մենք էլ ասենք Տիգրանաշենցիները իրաց գեղից հրաժարվել են։ Դա Հայաստանի Հանրապետության այստեղ նստած բոլորի սեփականությունն է։ Դա առաջին հերթին Վարդան Մելիքյանի սեփականությունն է։
Տիգրան Մելիքյանի սեփականությունը ներողություն, որովհետև Տիգրան Մելիքյանը զոհվել է Տիգրանաշենի կրակակետերը ոչնչացնելու ժամանակ եւ դրա համար իր անունով է գյուղը կոչվել։ Հիմա որ ասում եք Ալմաթայի հռչակագրով է Հայաստանի սահմանները, համաձայն եմ, եկեք թղթի վրա ստորագրենք դրանից հետո ասեմ, գնացեք Նիկոլ Փաշինյանին ասեք, որ չիմանալու պատճառով այս երկրի անվտանգությունը դնում է կասկածի տակ, Ալմաթայի հռչակագրի ընդունման ժամանակ Տիգրանաշենը եղել է խորհրդային Հայաստանի սահմանների մեջ, որովհետև Տիգրանաշենի ադրբեջանական կրակակետերը Ան Բաքրատյանը քշի, վայ ձորից է, ադրբեջանական կրակակետերը ոչնչացվել են 90 թվականի հունվարի 15-ից 19 ժողովուրդ, այսքան ինչքան կարելի է Ադրբեջանի պահանջը կատարելու համար կեղծել անգամ սեփական երկրի պատմությունը։ Հիմա տեսեք այդ օրերին երաշխի կռիվն եղավ հունվարի վերջերին։ Պատկերացնում եք միտեղ 1 մետր, 10 մետր, այսպես այնպես գնացած լինեն։ Հետո ընդունվեր Ալմաթայի հռչակագիրը։ Հիմա պետք է ասենք այ երաշխում էլ էլի ադրբեջանցիները հետ են գնացել, պետք է դա անպայման վերադարձնենք։ Այս ամբիոնից դիմում եմ Արարատի նախկին մարզպետ Թևոնյանին։ Խոսքը արժեք ունի, տղամարդու խոսքը, կնոջ խոսքը, բայց խոսակցական կա, չէ՞, տղամարդու խոսքը մարդու բերնից հայելնում։ 2021 թվական, սեպտեմբեր 10, Թևոնյանը հրաժարական է տալիս, բայց ասում է, պաշտոնապես հայտարարում եմ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտածածին են, նման բան երբևէ չի քննարկվել եւ չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից։ Հիմա պարոն Թևոնյանը հրապարակային կասի, որ Նիկոլ Փաշինյանը կեղծում է եւ անհիմն շահարկում է։ Դրանից առաջ ապրիլի 1-21 թվական նույն Թևոնյանն ասում այսօր հայտնի ընդդիմադիր շրջանակների կողմից մամուլ սբրդեց տեղեկություն, թե իբր առաջիկայում Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին են հանձնելու Արարատի մարզի Տիգրանաշեն համայնք, ասում է սուտ է, վերջում ասում այս գործելավոճը մեկ անգամ եւս փաստում է մերկապարանոց եւ ստահոդ լուրերով հասարակությանը մեդիա տերորի ենթարկելու եւ նրանց կողմից որդեգրած քաղաքականության իրականացումը։ Պարոն Թևոնյան, խոսք ես ասել Տերը եղի։ Ել կանգնիր այստեղ կամ որևէ տեղ հայտարարի, որ Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին տերորի է ենթարկում, հայտարարելով, որ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության մաս չի։ Իսկ քաղաքացիական պայմանագրին ուզեմ, որ իրանք արդար լինեն։ Եթե ամեն անգամ մեզ ընդդիմությանը մեղադրելու համար վարչատարածքային բաժանման մասին օրենքն եք մտցնում ասները, թե ոսում ենք այդ ինչ կապ ունի Արցախի Հանրապետության ինքնիշխանության սուվերենության հետ, այդ վարչատարածքային բաժանումը Տիգրանաշենը Պարուս Սևակ համայնքի մաս է։ Այսինքն, եթե հիմք եք ընդունում այդ վարչատարածքային բաժանումը, այստեղ էլ հիմք ընդունեք։ Այստեղ էլ հիմք ընդունեք։ Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի հետ խաղաղություն չի, որ փորձ է արվում հաստատել։ Սիրելի սյունեցիներ, այն ավակ սերունդը կհիշի այդ գյուղի մոտով անցնելուց ոնց է վտանգված անցնում։ Այսօր Սյունիքի անվտանգությունն է վտանգի տակ։ Այստեղ պարոն Մանուչարյանն է նստած բերդից։ Երեկվա Նիկոլ Փաշինյանի ասածը իրականություն դառնալուց հետո պարոն Մանուչարյանը իր հարազատ Բերդ այդ ճամփով էլ չի կարողանալու գնալ։ Բերդեցին չի կարողանալու գնալ։ Հայաստանը երկու կողմից նոր ակցանի մեջ են մտցնում։ Ձեզ հետ Ադրբեջանում խաղաղություն հաստատող չկա։ Այս իշխանության տված խոստումներով Հայաստանում ադրբեջանական գերիշխանության հաստատման պրոցեսն է, որ ընթանում է։ Ընթանում է ու դրան ի պատասխան մեր ամեն մի հայրենակից պետք է լինի զգոն։ Այդ ֆեստիվալները մի օրվա մեջ պայթելու են։ Մենք մնալու ենք դեմ հանդիման Հայաստանի Հանրապետության մեծագույն վտանգների հետ։ Ժամանակը սահմանափակ էր, դրա համար
չկարողացա անդրադառնալ զինված ուժերում տիրող իրավիճակին եւ այն գործողություններին, որ իշխանություններն իրականացնում են, հուսամ առաջիկա նիստերին կանդրադառնամ։ Շնորհակալ եմ։ Սիսա Գաբրելյան, համեսեք, պարոն Գաբրելյան։